Հարգելի իմ ժողովուրդ, եւ արդեն եկեք վերցանենք ու բացահայտենք մարտի 1-ի իրադարձությունները։ Այս պատմական բարդ իրավիճակը, թե մենք ինչ ունեցանք, ովքեր են հիմնական մեղավորները եւ արդյոք տեղի է ունեցել դավաճանություն եւ ովքեր են այդ դավաճանության պատասխանատվություն կրողները։ Եթե մենք նայում ենք իրավական եւ քաղաքական կողմից, ուրեմն ընդդիմությունը եւ ներկայիս իշխանությունների թեզը 2008-ի ուրեմն ընդդիմությունը Լևոն Տեր-Պետրոսյան ինքն էր գլխավորում եւ 2018-ից հետո ձևավորված իշխանությունը գտնվում էին այսպես բարդ իրավիճակում, որտեղ իրենց այսպես ցանկություններ սահմանադրական կարգի տապալումը։ Այս դեպքերի ետևում կանգնած էին օրվա իշխանությունները, բոլորս գիտենք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ բարձրաստիճան ուժային կառույցները, որոնք ապօրինի կերպով բանակին օգտագործել էին սեփական ժողովրդի դեմ։ Ուրեմն օրվա իշխանությունը Ռոբերտ Քոչարյան եւ նրա աջակիցները պնդում են հիմա, որ տեղի է ունեցել զանգվածային անկարգություններ եւ ցանկություն ա եղել իշխանության բռնի զավթման, որը իրենք այսպես կասեցրել են, հա, պետության շահերի եւ պետության անվտանգության շահերից բխելով փորձել են այդ զանգվածային այսպես անկարգապահությունը կանխեն, որն էլ բերել է այսպես բախումների։ Եթե մենք նայում ենք դավադրության հարցը իրավական հարթակում առանց նոտալ կարտերի, ուրեմն մեղադրանքները պաշտոնապես չեն հաստատվել, քաղաքական հակամարտության կողմերը միմյանց մեղադրում են մինչև օրս այսպես շուն ու կատվի նման, եւ բոլորս էլ ամեն դեպքում գիտենք, որ կարծես եթե անկեղծ լինենք, կասենք, որ բոլորն էլ ինչ-որ չափով մեղավոր են եւ պետք է բոլորն էլ պատասխան տան այդ օրվա իրադարձության համար։ Եթե նայում ենք Հայաստանի նատալ քարտեզի աստղաբանական վերլուծությունը, ուրեմն աստղաբանության մեջ դավաճաների անուններ կոնկրետ չկան, որ տան, բայց երբ որ մենք նայում ենք այդ օրվա մոլորակների դասավորվածությունը եւ հետո համեմատում ենք անհատի այդ օրվա մոլորակների դասավորվածությունը, մենք այնտեղ հստակ տեսնում ենք, հա, 12-րդ տան արդյունքը, Սև Լիլիթը, Նեպտուն, Պլուտոնը, Ուրանը, այդ բոլոր մոլորակների դասավորվածությունը տալիս է մեզ տեսնելու, որ տեղի է ունեցել դավաճանություն, թե չկա դավաճանություն։ Ուրեմն Ուրանի եւ Պլուտոնի ազդեցությունը 2008 թվականի տրանզիտային Պլուտոնը իշխանության տրանսֆորմացիայի եւ ճգնաժամերի մոլորակներ մուտք էր գործել այդ եղջյուրի նշան, անցնելով Հայաստանի նատալ քարտի իշխանության եւ պետականության տների վրայով։ Սա խորհրդանշում է համակարգային ճեղքում եւ ուժային կոշտ վերահսկողության դրսեւորում։ Այստեղ ամեն մարդ իր ուժը ոնց կարողացել է այնպես օգտագործել է։ Եվ Ուրանի քառակուսին հեղափոխություններ, հանկարծակի ցնցումներ, ժողովրդի ընդվզում, լարված ասպեկտ է կազմել այդ օրը Հայաստանի նատալ Մարսի ագրեսիայի ուժային կառույցների հետ։ Սա հանգեցրեց ներքին պայթունավտանգ իրավիճակի, որտեղ կուտակված էներգիան դուրս եկավ եւ բերեց պայթունալի բախումներ ժողովրդի եւ ուժայինների միջեւ։ Լուսնի եւ Սատուրնի դիրքը ժողովուրդը ընդդեմ համակարգի։ Եթե մենք այստեղ նայում ենք 2008 թվականի մարտին, ուրեմն տրանզիտային Սատուրնը ճնշող ազդեցություն ուներ Լուսնի վրա, ինչը աստղաբանորեն մեկնաբանվում է որպես պետության կողմից ժողովրդի կամքին բռնի ճնշում եւ հուսահատության զոհեր։ Եթե այս ամեն ինչը մենք ամփոփելու լինենք, ուրեմն մարտի 1-ի ետևում կանգնած են եղել ներքաղաքական երկու խոշոր այսպես ճամբարներ՝ օրվա իշխանությունը եւ արմատական այսպես ընդդիմությունը, որտեղ անզիջում պայքար է գնացել իրանց մեջ։
Ու եթե նայում ենք ՀՀ նատալ քարտեզի տեսանկյունից, ապա ծանրագույն տրանսֆորմացիոն, այսպես ճգնաժամային ժամանակ ա եղել Պլուտոնի եւ Սատուրնի ազդեցության տակ, որտեղ համակարգային սխալներն ու ներքին ագրեսիան հանգեցրեցին ուրեմն ողբերգական դեպքերի։ Իսկ հիմնական այսպես դավաճանի իրավական ձևակերպումը այդպես էլ մինչև օրս գոյություն չունի եւ այսպես իրար վրա բարթելով այսօր կգտնենք, վաղը կգտնենք, էսի ա մեղավոր, չէ դու նա է մեղավոր, ժամանակ առ ժամանակ հայտնվում ա նաև ձայնագրություն եւ այսպես այս հարցը օդում կախված մինչեւ օրս մնացել ա։ Եթե մենք նայում ենք աստղաբանության մեջ նատալ քարտով, քանի որ մոլորակները ցույց են տալիս միայն էներգիաների բախումը, ճգնաժամեր եւ պատասխանատվություն, ուստի այստեղ առանձին պետք է վերցնենք այդ օրվա այսպես գլխավոր դիրիժորների նատալ կարտերը։ Եթե վերցնում ենք Ռոբերտ Քոչարյան, օրվա իշխանության համակարգն է դա եղել, մարմնավորվում է Սատուրնի եւ Պլուտոնի կոշտ էներգիան, պատրաստ էր ամեն քայլով իր աթոռը, իր այսպես գահը պահել։ Նատալ քարտի ազդեցությունը, ուրեմն 2008-ին տրանզիտային Պլուտոնը իշխանության ճնշումը մտել է ՀՀ քարտեզի 10-րդ տուն եւ դա խոսում է պետական կառավարման մասին եւ որպես պետության գլուխ նա քարտը առանձնանում է համակարգային կոշտությամբ, ուժի կիրառմամբ եւ պետական ապարատի պահպանման ֆունկցիային, ժողովրդի այսպես լուսնին ճնշելու սահմանափակումների հաշվին, ինչը որ մենք ականատես եղանք, այսինքն կիրառվեց կոշտ ուժ կասեցնելու ժողովրդի այսպես պայքարը, սեղմելու այսպես ժողովրդի պատին։ Այստեղ Ռոբերտ Քոչարյանի դերը հենց այդ դաժան դեպքի ժամանակ։ Եթե մենք նայում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի անդիմության բողոքի ալիքն է սա եւ աստղաբանական դիրքը մարմնավորում է Ուրանի եւ Նեպտունի էներգիան եւ նատալի ազդեցությունը Ուրանը պատասխանատու է հեղափոխությունների, հանկարծակի ցնցումների եւ զանգվածային կառավարման համար, սա այս էներգիան ուրեմն Հայաստանի քարտեզում առաջացրեց լարված քառակուսի Մարսի, այսինքն ագրեսիայի մոլորակի հետ եւ ընդդիմության գործողությունները բացեցին քաոսի եւ հանրային էներգիայի անկառավարելի հոսանք, որը հանգեցրեց ուրեմն անկարգությունների եւ տարավ բախման։ Եթե մենք վերցնում ենք Սերժ Սարգսյանի, ուրեմն հաջորդ իշխանության նատալ կարտը, ապա աստղաբանական դիրքերը Խիրոն եւ Յուպիտեր, այսինքն իշխանության փոխանցման երևակայության ազդեցություն եւ նատալ կարտի ազդեցությունը Հայաստանի քարտի Յուպիտերի օրինականության ընդլայնում, այդ շրջանում գտնվում էր ուրեմն ծանր ասպեկտների տակ, ինչը խորհրդանշում էր, որ ընտրությունների արդյունքների լեգիտիմության խորը ճգնաժամ է լինելու եւ նրա դիրքը քարտում ցույց է տալիս իշխանությունը ցանկացած գնով պահելու եւ իրավական համակարգի խաթարման պատասխանատվությունը։ Ուժային կառույցներին, եթե նայենք բանակը, Մարսը, աստղաբանության դերը Հայաստանի նատալ քարտում գտնվում է տրանզիտային Ուրանի կործանարար հարվածի տակ եւ սա նշանակում էր, որ ուժային կառույցները բանակ, ոստիկանություն կորցրել էին իրենց բնականon գործառույթը եւ պետության պաշտպանությունը եւ այն վերածվել էր ներքին ագրեսիայի, հա։ Եվ եթե նայում ենք աստղաբանորեն, իշխանությունը ձախողեց ուրեմն ժողովրդի պաշտպանությունը, Սատուրնի ճնշումը լուսնի վրա։ Ընդդիմությունը գնաց ներքին կայունության վտանգման, Ուրանի քաոս, ստեղծեց Ուրանի քաոս։ Եվ տարածվեց այսպես կեղծիքներ, գաղտնի պայմանավորվածություններ, որը մենք հիմա կնայենք, ուրեմն Հայաստանի նատալ քարտի հիման վրա, արդեն բազմիցս նշել եմ, երբ ա եղել նատալ քարտը, ժամով անգամ, այստեղ նաև փորձեցի նայել Նիկոլ Փաշինյանի դերը, չի կարելի բացառել իրան հանել այս բոլորի միջից հավասարաչափ մեղավորը եւ հավասարաչափ պատասխանատու է այն ինչ տեղի ա ունեցել
մարտի 1-ին, ուրեմն Նիկոլ Փաշինյանը աստղաբանական դիրքը այդ օրը եղել է Մերկուրի Ուրան։ Եվ Հայաստանի նատալ քարտում Մերկուրին խոսք, տեղեկատվություն, մանիպուլյացիա, հռետորաբանություն գտնվում էր կշեռքի նշանում եւ պատասխանատու լինելով մասաների շարժման մեջ դնելու իր համար, թե ոնց իրան պետք է եւ ոնց իրան հրամայված է։ Եվ Նիկոլ Փաշինյանի ծնված օրը ժամը չգիտենք, բայց օրը գիտենք, եւ գործողությունները Ուրանի հեղափոխական էներգիայի ազդեցության տակ, ուրեմն կոշտ հարվածում է Մերկուրիին եւ ստեղծում է մի իրավիճակ, երբ խոսքը վերածնվեց կործանարար զենքի, եւ նրա քարտային էներգիան այդ օրերին աշխատում էր որպես գաղափարական կատալիզատոր։ Նա հանրությանը մղեց բացահայտ դիմադրության, սակայն նատալ քարտի լարվածությունը ցույց է տալիս, որ նրա էներգիան օգտագործվեց ավելի մեծ մասշտաբային քաղաքական խաղի մեջ, որի վերջնական կառավարումը այս պահին իր ձեռքում է։ Այսինքն 2008-ի դեպքերի այդ ամբողջ էներգիան մտավ 2018 թվականի Թավշյա հեղափոխության դաշտ։ Չխորանամ դրա վրա, որովհետև դա այսպես բավականին ծավալուն աշխատանք է, բայց հավատացեք, որ այս երկուսը իրար հետ կապված են 2018 եւ 2008 թվական մարտի 1 էներգիայով իրանց չես կարա անջատես, ուղղակի այնտեղ եղավ տապալում շատ կոշտ ձևով, այստեղ եղավ հաղթանակ Թավշյա ձևով։ Եվ քանի որ արդեն մի հատ կոշտ ձևով Նիկոլը այսպես ժողովրդին դրել էր ու այս անգամ արդեն Թավշյա ձևով հասավ իր նպատակին։ Ուրեմն ում հետ է եղել գաղտնի պայմանավորվածություն, այստեղ մեզ պետք է հասկանալ Նեպտունի եւ Լիլիթի դիրքը, որը մեզ կտա հստակ այսպես տեսանելիություն, թե որտեղ է այսպես իրական դավաճանությունը։ Ուրեմն ետնաբեմի հետևում է եղել ժողովուրդ ջան դավաճանությունը, որովհետև կապված է Նեպտունի մշուշի խաբկանք եւ Լիլիթ Սևլուսին դավաճանություն եւ գայթակղության հետ։ Եթե մենք նայում ենք նատալ քարտով Հայաստանի ուրեմն մարտի 1-ի էներգիան, Նեպտունը գտնվում էին Լիլիթը եւ Նեպտունը ավելի շուտ գտնվում էին Այծ եղջյուրի եւ Ջրհոսի սահմանագծին, ուղիղ հարված հասցնելով երկրի կառավարմանը եւ անվտանգության տներին։ Սա ցույց էր տալիս, որ պայմանավորվածությունը եղել է երկու մակարդակում՝ ներքին համակարգային պայմանավորվածություն, իշխանության ուժեր եւ ՀՀ նատալ քարտի Սատուրնը, օրվա իշխանությունը գաղտնի գործարքի մեջ է մտել ուժային կառույցների Մարսի հետ եւ աստղաբանական պատկերը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանի իշխանության գալու լեգիտիմությունը ապահովելու համար Ռոբերտ Քոչարյանի համակարգը երաշխիքներ է կնքել ուժայինների հետ պետական ապարատի ողջ ռեսուրսները ներքին թշնամու դեմ ուղղելու համար։ Այստեղ կոշտ այսպես ուժայինների էներգիան օգտագործվել է իր շահ իրենց աթոռը պաշտպանելու եւ լեգիտիմությունը չկործանելու համար։ Եվ արտաքին գործոն աշխարհաքաղաքական պայմանավորվածություն նատալ քարտի 7-րդ տունը ցույց է տալիս արտաքին գործընկերներ, թշնամիներ, հուշում է, որ այդ օրերին եղել են լուռ համաձայնություն կամ երաշխիքներ արտաքին խոշոր ուժերի ուրեմն կենտրոնների հետ, որտեղ հիմնական դերակատարը Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունն է եղել։ Իշխանությունը ստացել է կանաչ լույս, ներքին կայունությունը ուրեմն ցանկացած եղանակով պահելու համար, որպեսզի չխաթարվեն աշխարհաքաղաքական պայմանավորվածությունները, իրենց այսպես բանակցություններն ու ստորագրությունները։ Եթե մենք նայում ենք Լևոն Պետրոսյանի այսպես
համակարգի առանձին թևերը, սա քարտի Նեպտունյան մշուշը ցույց է տալիս, որ ընդդիմության առաջնորդը նա ունեցել է ստվերային տեղեկատվություն կամ պայմանավորվածություններ ուժային համակարգի որոշակի օղակների հետ, ովքեր խոստացել էին անցնել ժողովրդի կողմը, բայց վերջին պահին նահանջեցին, սա հանգեցրեց նրան, որ հանրահավաքի մասնակիցները մնացին անպաշտպան։ Եվ եթե նկատեցիք, մշուշոտ քողը, եթե այնտեղ պահել իրենց աթոռը օգտագործել են ուժային կառույցի ուժը, այստեղ արդեն եղել է հստակ մշուշոտ պայմանավորվածություն, դավադրություն ժողովրդին թողնել անպաշտպան։ Ըստ նատալ քարտի, ուրեմն Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել որպես իրադարձությունների արագացուցիչ եւ հանրային էներգիայի գեներատոր, իսկ հիմնական ստվերային պայմանավորվածությունը եղել է այդ օրվա իշխանության Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ ուժային էլիտայի միջև արտաքին ուժերի լուռ համաձայնությամբ իջնել հանգեցրել ժողովրդի ընդվզման եւ արյունալի ճնշմանը։ Եթե մենք ուրեմն Լևոնի եւ Նիկոլի քարտը միացնում ենք իրար որպես գաղտնի դավադրություն, այստեղ պետք է իրանց քարտում լինի Նեպտունի եւ Լիլիթի դիրքը, աստղաբանության մեջ գաղտնի դավադրությունները ուրեմն թիկունքից հարվածները պատասխանատու են ուրեմն նշածս մոլորակների դիրքերին, մարտի 1-ի դրությամբ տրանզիտային Նեպտունը եւ Լիլիթը գտնվում էին Հայաստանի քարտեզի 12-րդ տանը, ուրեմն գաղտնիքների թաքնված թշնամիների ստվերային պայմանավորվածությունների տան մեջ, եւ սա նշանակում է, որ գաղտնի գործընթացները հաստատ եղել են եւ եղել է միանշանակ դավաճանություն։ Դերերի բաժանումը տեղի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյան եւ Նիկոլ Փաշինյան ցուցիչները, Ուրան եւ Մերկուրի, եւ Հայաստանի քարտեզում ցույց են տալիս, որ նրանց միջև դավադիր պայմանավորվածություն ամեն դեպքում իշխանության հետ չի եղել, բայց եղել են իրար հետ, եւ իշխանության դավադիր պայմանավորվածությունը զոհաբերելու համար ժողովրդին անկարգությունը, այսպես ուժային կառույցի ագրեսիայի շնորհիվ կասեցնելու։ Այստեղ որ վերցնենք մենք որպես ամենագլխավոր հանցագործը, ես կնշեի առաջին հերթին Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան եւ 5-րդ ուժը դա Սատուրնի էներգիայով առաջնորդվող ուժային կառույցը, եռագլուխ չէ, քառագլուխ չէ, հնգագլուխ, այսպես կազմակերպություն, որոնք մարտի 1-ին իրենց սլաքները ամեն մեկը իշա իրեն ուղղեց անմեղ ժողովրդին։ Եվ Նիկոլ Փաշինյան հիշեցնեմ, որ աշնանը ԱԱԾ-ն ուժային կառույցները, երբ որ դուք հրաման տաք, որ սաստեն ժողովրդի անհնազանդությունը, իրանց լծակները ուղղվելու է նաև ձեր դեմ, իրենք չեն կատարելու ձեր հրամանը եւ սեփական ժողովրդի դեմ չեն ուղղելու սլաքները, էդ էլ եմ ես նայել։